Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 1 միլիարդ 721 միլիոն 596 հազար դրամ։ Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական եւ մարզային նշանակության ավտոճանապարհների մի շարք հատվածների վերակառուցման, հիմնանորոգման եւ միջին նորոգման աշխատանքների համար։ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ գումարը կբաշխվի հետեւյալ կերպ. 358 միլիոն 253 հազար դրամ մտած Սևան Մարտունի Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման համար, 1 միլիարդ 36 միլիոն 384 հազար դրամ Գավառ Գանձակ Սարուխան Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման համար, 91 միլիոն 500 հազար դրամ Մտաս Սևան Գավառ միջպետական նշանակության ավտոճանապարհի 2.5 կիլոմետր հատվածի միջին նորոգման աշխատանքների համար։ 2024 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը 1.6 անգամ ավելացրել են փոխադարձ առևտուրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումի ժամանակ։ Նա բացատրել է, որ այդ թիվը մոտ է 12 միլիարդ դոլարի։ Նրա խոսքով 5 տարի առաջ դա նույնիսկ պլանավորել հնարավոր չէր։ Երկկողմ կապերի, ինչպես նաև ինտեգրացիոն միավորների շրջանակներում փոխգործակցության միջոցով մենք գլոբալ փոփոխություններն օգտագործում ենք որպես հնարավորություններ եւ չենք դիտարկում դրանք որպես մարտահրավերներ։ Մեր տարածաշրջանային համագործակցության ներուժը դեռևս հեռու է իրացվելուց, նշել է Պաշտոնյան։ Նրա խոսքով երկու երկրների միջև հումանիտար համագործակցությունը շատ լավ է զարգանում։ Որպես օրինակ Վոլվաչը նշեց Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում մանկապարտեզի շինարարության մեկնարկը։ Նախագծի համակարգողը Ռոսոտ Ռուդնիչեստվոն է։ Նախագծին մասնակցում են խոշոր ռուսական ընկերություններ։ Հայաստան-Իրան սահմանին կառուցվող նոր անցակետը պատրաստ է ընդամենը 11.5%-ով։ Չնայած պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա մարտին, բայց կապալառու կազմակերպությունը, որը պետք է բանկային երաշխիք բերեր, ուշացել է եւ աշխատանքները սկսվել են տարվա կեսից, ասել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ծրագրի ժամկետը սահմանվում է 980 օր, այսինքն 2 տարի 8 ամիս, այնպես որ այս տարի աշխատանքներն ավելի արագ տեմպերով պետք է իրականացվեն, ասել է նա։